Հիմա մենք շատ ենք լսում, որ ասում են, թե մենք որևէ գործողություն չենք անի, մինչև եկեղեցին իր դիրքորոշումը չարտահայտի, կամ մենք գործողություն կանենք, երբ որ կաթողիկոսը կոչ անի։ Այս հարցը երկու ասպեկտ ունի, հա, քննարկման։ Նախ եւ առաջ, այստեղ մենակ եկեղեցու հարցը չի, քաղաք ու կանոնի, սահմանադրության ու քաղաքակրթության հարցն է, եւ եթե քաղաքացի եք ու սահմանադրությունը, օրենքները խախտվում են եւ միջազգային իրավունքը, արդեն այդտեղ ընդվզելու իրավունքը ձերն է եւ որևէ կոչի ու հորդորի չպետք է սпасեք, ուղղակի պետք է վերականգնել արդարությունը։ Երկրորդ ասպեկտը հալածյալին պաշտպանելու ասպեկտն է։ Չեն սпасում հալածյալից որևէ կոչի, նրանք կպատկերացնեիք, որ Հիսուս Քրիստոսը պետք է կոչ աներ, որպեսի բան անեն, իրեն պաշտպանեն։ Ոչ։ Եթե դուք ունեք այդ խիղճը եւ արդարության հանդեպ զգացումը, ուրեմն չպետք է սпасեք որևէ հորդորի եւ գտնեք այն հնարավոր քաղաքակիրթ ձևերը եւ կոշտ ձևերը, որովհետեւ քաղաքակիրթը նաեւ կոշտ կարող է լինել, որպեսզի պաշտպանեք թե սահմանադրությունը, թե կրոնական կազմակերպությունը եւ եկեղեցին, թե քաղաքակրթությունը ու մարդկությունը առհասարակ։ Մի սпасեք որևէ բանի, ինքներդ եղեք նախաձեռնող։